Կեսօրյա աղոթք, Սաղմոս 23:55, օրվա բեռը գցեք Տիրոջ վրա։ Օրվա կեսն ավարտվել է, դուք ուժասպառ եք։ Սա միայն ֆիզիկական հոգնածություն չէ, չնայած այն նույնպես առկա է։ Սա ավելի խորը տեսակի ուժասպառություն է։ Սա ձեր ունեցած դժվար զրույցների ծանրությունն է։ Սա անվերջ թվացող առաջադրանքների ծանրությունն է։ Սա այն սպասումների ծանրությունն է, որոնք դուք փորձում եք բավարարել։ Սա այն անհանգստությունների ծանրությունն է, որոնք չեն լքում ձեր գլուխը։ Դուք առավոտը սկսել եք էներգիայով, բայց հիմա, կեսօրվա այս պահին, զգում եք, որ աշխարհի ծանրությունը կրում եք ձեր ուսերին։ Եվ դուք միայն խաղաղության պահ եք ուզում։ Շնչելու պահ։ Հիշելու պահ, որ դուք պարտավոր չեք այս ամենը մենակ կրել։ Ահա թե ինչու եք դուք հիմա այստեղ։ Դա պատահական չէր։ Սուրբ Հոգին էր, որ ձեզ առաջնորդեց անհրաժեշտ դադարի։ Մինչ արտաքին աշխարհը շարունակում է շտապել, մինչ ուղերձները շարունակում են գալ, մինչ պարտավորությունները դեռ սպասում են, դուք ընտրեցիք կանգ առնել։ Դուք ընտրեցիք դադար տալ։ Դուք ընտրեցիք օրվա կեսին գալ Աստծո ներկայության մեջ, հրաժարվելու ձեր կրած ծանրությունից։ Եվ այդ ընտրությունը ամբողջությամբ կփոխի հաջորդ մի քանի ժամերը։ Սաղմոս 2-ն գրել է. «Գցիր քո բեռը Տիրոջ վրա, նա կպահպանի քեզ»։ Սա Աստծո ուղղակի հրամանն է քեզ այս պահին։ Գցիր այն։ Մի բռնվիր։ Մի փորձիր կրել այն։ Մի ծածրու, թե կարող ես հաղթահարել այն։ Գցիր այն։ Գցիր այն նրա ձեռքը։ Հանձնվիր։ Փոխանցիր բեռը։ Որովհետև նա բավականաչափ ուժեղ է կրելու այն, ինչ դու այլս չես կարող կրել։ Չգիտեմ, ինչպես է անցել քո առավոտը։ Գուցե խաղաղ է եղել, դու պարզապես պետք է լիցքավորվես շարունակելու համար։ Գուցե արթնանալու պահից քաոսային է եղել։ Գուցե ինչ-որ մեկը վիրավորել է քեզ խոսքերով։ Գուցե դու ստացել ես նորություններ, որոնք անկայունացրել են քեզ։ Գուցե աշխատանքն ավելի ծանր է, քան պետք է լիներ։ Գուցե տնային խնդիրները չեն հեռանում քո մտքից, նույնիսկ երբ դու բացակայում ես։ Գուցե անհանգստությունը սեղմում է կուրծքդ, դու հազիվ ես կարողանում նորմալ շնչել։ Ինչ էլ որ լինի, դու ես այն բերել այստեղ։ Եվ Աստված պատրաստ է ընդունել այն։ Մինչ աղոթքը սկսել է, ես ուզում եմ, որ դուք անեք ինչ-որ ֆիզիկական բան, որը կօգնի ձեր մտքին մտնել այս պահը։ Որտեղ էլ որ լինեք, եթե հնարավոր է, մի քանի վայրկյանով փակեք աչքերը։ Հիմա խորը շնչեք քթով, որքան հնարավոր է խորը։ Պահեք շունչը 3 վայրկյան։ Եվ դանդաղ արտաշնչեք բերանով։ Կրկին կրկնեք սա։ Եվ կրկին։ Զգացեք, թե ինչպես են ձեր ուսերը թուլանում։ Զգացեք, թե ինչպես է լարվածությունը սկսում նվազել ձեր պարանոցում։ Այս պահին ձեզ հարկավոր չէ բարձր զգոնության մեջ լինել։ Դուք անվտանգ եք ձեր հոր ներկայությամբ։ Երկնային Հայր, այս մարդը կանգ առավ օրվա կեսին, քեզ փնտրելու համար։ Աշխարհը կանչում է։ Պարտականությունները սպասում են։ Բայց նա որոշեց նախ քեզ մոտ գալ։ Պատվիր այդ ընտրությունը, Տեր։ Հանդիպիր նրա հետ իրական, շոշափելի, հզոր ձով։ Թող նա զգա քո ներկայությունը, որը գրկում է իրեն։ Թող այն ծանրությունը, որը նա կրում է, սկսի հիմա իջնել նրա ուսերից։ Թող խաղաղությունը, որը գերազանցում է բոլոր հասկացողությունները, լցնի նրա սիրտն ու միտքը։ Ծառայիր նրան, Տեր։ Խոսիր նրա հետ այս աղոթքի միջոցով։ Թող յուրաքանչյուր խոսք լինի հենց այն, ինչ նա պետք է լսի։ Հիսուսի անունով։ Եկեք խորենք Սաղմոս 55-ի շուրջ, որտեղ Դավիթը արտահայտում է հենց այն, ինչ մեզանից շատերն են զգում, երբ օրը չափազանց ծանր է լինում։ Ականջ դիր, ով Աստված, իմ աղոթքին, մի թաքցրու քեզ իմ ողորմության աղերսանքից։ Ուշադրություն դարձրու ինձ, լսիր ինձ։ Ես անհանգիստ եմ իմ բողոքով անհանգիստ։ Դավիթը անհանգիստ էր։ Անհանգիստ։ Նրա միտքը չէր կանգնում։ Խնդիրները նրան հանգիստ չէին տալիս։ Եթե հիմա այսպես ես զգում, իմացիր, որ լավ ընկերակցության մեջ ես։ Նույնիսկ Աստծո սրտին համապատասխանող մարդը դժվարության պահեր է ունեցել։ Ամոթ չէ խոստովանել, որ ցնցված ես։ Ամոթը կլինի ձացնել, թե ամեն ինչ լավ է, երբ այդպես չէ։ Թշնամու ձայնի պատճառով, չարագործների ճնշման պատճառով, որովհետև նրանք անօրինություն են կուտակում ինձ վրա, զայրույթով ատում են ինձ։
Սիրտս ցավում է ինձ մեջ, մահվան սարսափներ են ընկել ինձ վրա։ Վախ ու դող է եկել ինձ վրա, սարսափը համակել է ինձ։ Սրանք ուժեղ խոսքեր են։ Ցավող սիրտ, սարսափ, վախ, դող, սարսափ։ Դավիթը ժայռի հատակին էր։ Եվ գուցե դուք էլ այդպես եք զգում։ Գուցե առավոտն այնքան դժվար էր, որ զգում եք, որ չեք կարողանա հաղթահարել կեսօրը։ Գուցե խնդիրները այնքան մեծ են թվում, որ ելք չեք տեսնում։ Շարունակեք լսել։ Կա ավելին։ Նա ասաց. Օ, եթե աղավնու պես թեր ունենայի, կթռչեի ու կհանգստանայի։ Իսկապես, կփախչեի հեռու, կմնայի անապատում։ Կշտապեի փախչել քամու ու փոթորկի զայրույթից։ Ով երբեք չի ցանկացել թեր ունենալ ամեն ինչից փախչելու համար։ Ով երբեք չի ցանկացել անհետանալ, հեռու գնալ, խնդիրներից խուսափել։ Սա մարդկային զգացողություն է։ Երբ ճնշումը չափազանց մեծ է, վնասը փախչելն է։ Բայց Աստված ունի փախուստից ավելի լավ բան։ Աստված ապաստան է առաջարկում։ Հիմա գալիս է այս աղոթքի կենտրոնական տողը։ Քո բեռը գցիր Տիրոջ վրա, նա կպահպանի քեզ։ Նա երբեք թույլ չի տա, որ արդարը տատանվի։ Ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք այս տողի յուրաքանչյուր մասին։ Քո գավազանն ու ցուպը, դրանք մխիթարում են ինձ։ Գավազանը հեռու է պահում գիշատիչներին։ Գավազանը առաջնորդում ուղում է։ Երկուսն էլ հովվի գործիքներն են, ձեզ հոգ տանելու համար։ Եվ դրանք մխիթարություն են բերում։ Դժվար օրվա մեջ մխիթարություն կա այն վստահության մեջ, որ հովիվը հագեցած է ձեզ պաշտպանելու առաջնորդելու համար։ Դու սեղան ես պատրաստում իմ առջ իմ թշնամիների ներկայությամբ։ Այս պատկերը անսովոր է։ Թշնամիները ներկա են։ Խնդիրները չեն վերացել։ Դժվարությունները դեռ շուրջն են։ Բայց դրանց մեջ Աստված սեղան է պատրաստում։ Դու կարող ես կերակրվել, մինչ թշնամիները նայում են։ Դու կարող ես կերակրվել, մինչ նրանք քաղցած են։ Դու կարող ես ծառայել թագավորի կողմից, մինչ նրանք անզոր են կանգնեցնել քեզ։ Դու յուղով ես օծում գլուխս, բաժակս լցվում է։ Գլուխս օծելը պատվի, բարեհաճության, հատուկ ընտրության նշան էր։ Այս պահին Աստված յուղ է լցնում քեզ վրա։ Բարեխող օրվա երկրորդ կեսի համար։ Օծում մնացած գործերի համար։ Շնորհ, գալիք մարտահրավերների համար։ Եվ քո բաժակը լցվում է։ Այն ոչ միայն լիքն է, այլ լցվում է։ Օրհնությունները առատ են։ Այն գերազանցում է սպասումները։ Այն ավելին է, քան քեզ անհրաժեշտ է։ Անշուշտ, բարությունն ու ողորմությունը կհետեն ինձ կյանքիս բոլոր օրերին։ Բարությունն ու ողորմությունը հետում են քեզ։ Նրանք քեզ չեն լքել առավոտյան։ Նրանք քեզ չեն լքի կեսօրին։ Նրանք քեզ չեն լքի գիշերը։ Քո կյանքի ամեն օր, առանց բացառության, նրանք այնտեղ են, ուղիղ քո ետում, պատրաստ են հասնել քեզ, երբ դու դրանց կարիքը ունենաս։ Հիմա ես պատրաստվում եմ հատուկ աղոթք ասել ձեր օրվա հաջորդ մի քանի ժամերի համար։ Երկնային Հայր Հիսուսի անունով ես հիմա միջնորդում եմ այս օրվա մնացած ժամերի համար այս մարդու համար։ Առավոտն անցավ։ Կեսօրն է։ Եվ դեռ ճանապարհ կա անցնելու մինչ հանգիստը։ Ես խնդրում եմ ուժի նորացում։ Որտեղ ուժասպառություն կար, թող էներգիա գա։ Որտեղ հոգնածություն կար, թող գա կենսունակություն։ Ոչ թե մեր սեփական ուժը, որը արագ մարում է, այլ այն ուժը, որը գալիս է Տիրոջից, որը նորացվում է ամեն պահի։ Նրանք, ովքեր սպասում են Տիրոջը, կնորոգեն իրենց ուժը։ Նրանք թերով կսավառնեն արծիվների պես։ Նրանք կվազեն չեն հոգնի, նրանք կքայլեն չեն թուլանա։ Ես հրամայում եմ այս նորացումը հիմա։ Ես խնդրում եմ մտքի պարզություն։ Եթե միտքը շփոթված է, թող պարզություն լինի։ Եթե մտքերը խառն են, թող կարգ ու կանոն լինի։ Եթե կենտրոնացումը դժվար է, թող կենտրոնացում լինի։ Սուրբ Հոգին իմաստության հասկացողության ոգին է։ Թող նա լուսավորի այս մարդու միտքը, որպեսզի նա կարողանա պարզ մտածել, ճիշտ որոշումներ կայացնել, արդյունավետ աշխատել։ Ես խնդրում եմ հուզական խաղաղություն։ Եթե զգացմունքները բարձր են, թող լինի կայունություն։ Եթե գրգռվածությունը թաքնված, թող լինի քնքշություն։ Եթե տխրությունը փորձում է տիրել, թող լինի Տիրոջ ուրախությունը։
Զգացմունքները չեն վերահսկի այս մարդուն։ Սուրբ Հոգին է տիրում նրա սրտին։ Ես պաշտպանություն եմ խնդրում առաջիկա ժամերի համար։ Թող անվտանգ լինի նրա ընտրած ճանապարհին։ Թող շնորհ լինի նրա դեռ ունեցած զրույցներում։ Թող իմաստություն լինի նրա դեռ կայացրած որոշումներում։ Յուրաքանչյուր իրավիճակում թող Աստծո ձեռքը լինի ակնհայտ, պահպանելով, առաջնորդելով, աջակցելով նրան։ Ես աստվածային բարեհաճություն եմ խնդրում։ Թող այս մարդը բարեհաճություն գտնի իր հանդիպած յուրաքանչյուրի մոտ։ Թող բացվեն ճիշտ դռները։ Թող հայտնվեն ճիշտ մարդիկ։ Թող ստեղծվեն ճիշտ հնարավորություններ։ Թող դա լինի անբացատրելի, գերբնական բարեհաճություն, որը կարող է գալ միայն Աստծուց։ Ես աղոթում եմ, որ այսօր ինչ-որ լավ բան պատահի։ Հաճելի անակնկալ։ Լավ լուր։ Լուծված խնդիր։ Ստացված օրհնություն։ Ինչ-որ բան, որը կստիպի այս մարդուն ժպտալ, շնորհակալություն հայտնել։ Ինչ-որ բան, որը նա կարող է կիսվել որպես Աստծո հոգատարության վկայություն։ Տեր, ես նա աղոթում եմ այս մարդու ընտանիքի համար, երբ նա բացակայում է։ Երեխաների համար, ովքեր դպրոցում են կամ տանը։ Կնոջ համար, որը աշխատանքի է կամ հոգ է տանում տան մասին։ Ծնողների համար, ովքեր կարող են խնամքի կարիք ունենալ։ Պաշտպանեք նրանցից յուրաքանչյուրին։ Թող նրանք բոլորը վերամիավորվեն օրվա վերջում, անվտանգ, առողջ պաշտպանված։ Եթե դուք լսում եք սա դեռ դժվար առաջադրանքներ ունեք առջում, ես ուզում եմ հատկապես դրա համար աղոթել։ Եթե առաջիկա մի քանի ժամվա ընթացքում բարդ հանդիպում ունենաք, ես հրամայում եմ, որ բարեհաճություն կլինի։ Ճիշտ խոսքերը կհնչեն ճիշտ ժամանակին։ Արդյունքը կլինի ավելի լավ, քան դուք սպասում եք։ Եթե դժվար զրույց ունեք, ես հրամայում եմ, որ դա կլինի ողորմածություն։ Դուք կիմանաք, թե ինչ ասել։ Մյուս կողմը կլսի։ Կլինի փոխըմբռնում այնտեղ, որտեղ կարող է լինել հակամարտություն։ Եթե դուք ունեք վերջնաժամկետ, որը թվում է անհնար, ես հրամայում եմ, որ գերբնական զորացում տեղի կունենա։ Դուք կկարողանաք իրականացնել ավելին, քան հնարավոր էր թվում ձեր ունեցած ժամանակում։ Եթե աշխատանքի վայրում սթրեսային իրավիճակի եք բախվում, ես հայտարարում եմ, որ Աստծո խաղաղությունը կպահպանի ձեզ հանգիստ։ Դուք կհաղթահարեք այս իրավիճակը, առանց կորցնելու ձեր ներքին խաղաղությունը։ Եթե անհանգստանում եք ավելի ուշ տեղի ունենալիք ինչ-որ բանի համար, ես հայտարարում եմ, որ այն կկարգավորվի։ Անհանգստանալն ավելորդ է, քանի որ Աստված արդեն իսկ այնտեղ է, ապագայում, պատրաստելով ճանապարհը։ Ճանապարհային քարտեզ։ Դեն նետեք ձեր բեռը։ Բեռը այստեղ նշանակում է ծանրություն, անհանգստություն։ Ամեն ինչ, որ զբաղեցնում է ձեր միտքը, սպառում ձեր էներգիան։ Դուք պարտավոր չեք այն մենակ կրել։ Դուք պետք է դեն նետեք այն։ Եվ դեն նետելը ակտիվ շարժում է։ Դուք պետք է ընտրեք թողնել։ Քանի դեռ կարճած եք ձեր խնդիրներից, Աստված չի հեռացնի դրանք ձեզանից ուժով։ Նա ակնկալում է, որ դուք կամավոր հրաժարվեք դրանցից։ Տիրոջ մասին։ Ոչ թե այլ մարդկանց մասին, ովքեր կհիասթափեցնեն ձեզ։ Ոչ թե նյութերի մասին, որոնք կախվածություն կառաջացնեն ձեզ վրա։ Ոչ թե շեղող բաների մասին, որոնք միայն կհետաձգեն խնդիրը։ Տիրոջ մասին։ Նա միակն է, ով իսկապես կարող է տանել այն, ինչ դուք չեք կարող։ Եվ նա կպահպանի ձեզ։ Պահպանել նշանակում է պահել, ուղիղ պահել, կանխել անկումը։ Երբ դուք ձեր հոգսերը հանձնում եք Աստծուն, նա ձեզ կպահպանի։ Դուք չեք փշրվի։ Դուք չեք փլուզվի։ Դուք չեք հանձնվի։ Նա ձեզ պահում է։ Նա երբեք թույլ չի տա, որ արդարները տատանվեն։ Երբեք։ Երբեմն ոչ։ Շատ դեպքերում ոչ։ Երբեք։ Սա բացարձակ խոստում է։ Եթե դուք արդար եք, ոչ թե որովհետև կատարյալ եք, այլ որովհետև արդարացվել եք Հիսուսի արյամբ, ապա չեք տատանվի։ Կարող եք տատանվել, բայց չեք ընկնի։ Կարող եք տատանվել, բայց չեք փշրվի։ Աստված թույլ չի տալիս դա։ Հիմա ես ուզում եմ ձեզ առաջնորդել հանձնվելու վարժության մեջ։ Ես կնշեմ մի քանի ոլորտներ, յուրաքանչյուրի համար ուզում եմ, որ դուք մտքում կամ բանավոր ասեք։ Ես սա նետում եմ քեզ վրա, Տեր։ Այսօր ձեր մտքին եկած դրամական անհանգստությունները, վճարվող հաշիվները, բավարար գումար չունենալու վախը, հիմա դրանք նետեք Տիրոջ վրա։
Հարաբերություններում լարվածություն, կոնֆլիկտ ձեզ վիրավորած մեկի հետ, հաղորդակցման դժվարություն, հուզական հեռավորություն, հիմա գցեք սա տիրոջ վրա։ Աշխատանքային ճնշումները, անհնար թվացող առաջադրանքը, դժվար ղեկավարը, բարդ գործընկերը, սեղմ ժամկետը։ Դուք այս ամենը հիմա գցում եք տիրոջ վրա։ Ձեր առողջության վերաբերյալ մտահոգությունները, լինի դա ձերը թե ձեր սիրելիներից մեկը, այն թեստը, որին սպասում եք, ձեզ անհանգստացնող ախտանիշը, ձեզ վախեցնող ախտորոշումը, հիմա թողեք այս ամենը տիրոջ վրա։ Անհանգստություն ապագայի նկատմամբ, անորոշություն այն մասին, թե ինչ է լինելու, վախ անհայտից, վերահսկողության բացակայության զգացում։ Այս ամենը հիմա գցեք տիրոջ վրա։ Անցյալի մեղքի զգացումը, թույլ տված սխալները, բաց թողած հնարավորությունները, վիրավորած մարդկանց։ Դուք այդ ամենը հիմա գցում եք տիրոջ վրա։ Զգացմունքային հյուծվածություն, ուժասպառության զգացում, հանձնվելու ցանկություն, շարունակելու մոտիվացիայի բացակայություն։ Հիմա գցեք սա տիրոջ վրա։ Խորը շունչ քաշեք։ Դուք հենց նոր հոգոր փոխանցում կատարեցիք։ Ձեր վրա եղած բեռներն այժմ Աստծո ձեռքերում են։ Սա չի նշանակում, որ խնդիրները կախարդականորեն անհետացել են։ Դա նշանակում է, որ դուք այլս դրանք մենակ չեք կրում։ Դա նշանակում է, որ ամենակարող Աստված ներգրավված է ձեր իրավիճակում։ Եվ երբ նա միջամտում է, ամեն ինչ փոխվում է։ Հիմա եկեք անդրադառնանք Սաղմոս 23-ին, այսօրվա կեսին բարի հովվի խնամքը ստանալու համար։ Տերն իմ հովիվն է, ես ոչինչ չեմ կարոտի։ Կեսօրին, երբ թվում է, թե ուժը պակասում է, հովիվը ներկա է։ Եվ երբ հովիվը ներկա է, ոչինչ չի պակասում։ Կարող է թվալ, թե համբերությունը պակասում է, բայց հովիվը հոգ է տանում։ Կարող է թվալ, թե իմաստությունը պակասում է, բայց հովիվը առաջնորդում է։ Կարող է թվալ, թե ուժը պակասում է, բայց հովիվը պահպանում է։ Նա ինձ պառկեցնում է կանաչ արոտավայրերում, տանում է ինձ հանդարտ ջրերի մոտ։ Սա այն պատկերն է, որը ես ուզում եմ, որ դուք ունենաք հենց հիմա։ Կանաչ արոտավայրեր։ Հանդարտ ջրեր։ Ոչ թե գրասենյակի քաոսը։ Ոչ թե երթեկության աղմուկը։ Ոչ թե անվերջ պահանջները։ Կանաչ արոտավայրեր։ Հանդարտ ջրեր։ Սա է այն, ինչ Աստված առաջարկում է ձեր հոգուն հիմա։ Նույնիսկ եթե ֆիզիկապես սթրեսային միջավայրում եք, հոգորապես կարող եք պառկած լինել կանաչ արոտավայրերում։ Աստծո խաղաղությունը ձեզ տեղափոխում է մեկ այլ վայր։ Նա թարմացնում է իմ հոգին։ Քո հոգին թարմացման կարիք ունի։ Այն տաք է օրվա խնդիրների հետ կապված այդքան շատ շփումներից։ Այն մաշված է այդքան շատ անհանգստություններից։ Բայց Աստված թարմացնում է։ Նա զովություն է բերում կերտաքացածին։ Նա թեթացում է բերում ծանրաբեռնվածին։ Հիմա ընդունիր Տիրոջ թարմությունը քո հոգնած հոգու համար։ Նա ինձ առաջնորդում է արդարության ճանապարհներով, իր անվան համար։ Դու դեռ օրվա երկրորդ կեսն ունես առջում։ Որոշումներ դեռ պետք է կայացվեն։ Ճանապարհներ դեռ պետք է ընտրվեն։ Բայց դու մենակ չես քայլի։ Հովիվը գնում է քո առջից, առաջնորդելով ամեն քայլափոխի։ Իր անվան համար նա քեզ առաջնորդում է ճիշտ ճանապարհներով։ Ոչ թե ձախողման, այլ արդարության ճանապարհներով։ Ոչ թե սխալի, այլ հաջողության ճանապարհներով։ Նույնիսկ եթե ես քայլեմ մահվան ստվերի հովտով, ես չարից չեմ վախենա, քանզի դու ինձ հետ ես։ Գուցե քո առավոտը հովիտ է եղել։ Գուցե դու քայլել ես ստվերների միջով։ Գուցե դու հոտոտել ես մահը, երազանքների, հույսերի, ծրագրերի մահը։ Բայց դու վախենալու կարիք չունես։ Ինչո՞վ։ Որովհետև Աստված քեզ հետ է։ Նրա ներկայությունը փոխում է ամեն ինչ։ Հոտը մնում է հովիտ, բայց դու դրանում միայնակ չես։ Ուսերդ ծանր են։ Թող դրանք ընկղմվեն ներքնակի մեջ։ Պարանոցը թուլացած է։ Ոչինչ բռնելու կարիք չկա։ Ծնոտդ ազատ է։ Այն սեղմված չէ։ Ձեռքերդ բաց են։ Ոչինչ չես բռնում։ Ամեն ինչ բաց ես թողել։ Ոտքերդ հանգստացած են։ Ոտքերդ տաք են վերմակի տակ։ Քո միտքը սկսում է դանդաղել։ Մտքերը, որոնք վազում էին, դանդաղում են։ Անհանգստությունները, որոնք գոռում էին, ավելի ու ավելի են հանդարտվում։ Անհանգստությունը, որը սեղմում էր իր ճիրանները, թուլանում է։ Որովհետև դու հրաժարվել ես ամեն ինչից։ Դու այլս մենակ չես կրում այն։
Աստված ամեն անհանգստություն ստացել է քո ձեռքերից։ Եվ հիմա դու կարող ես հանգստանալ։ Մտածեք Աստծո բարության մասին։ Մտածեք այն բոլոր ժամանակների մասին, երբ նա ձեզ աջակցել է նախկինում։ Մտածեք այն բոլոր ժամանակների մասին, երբ դուք կարծում էիք, որ չեք կարողանա հաղթահարել, բայց հաղթեցիք, որովհետև նա օգնեց ձեզ։ Մտածեք այն բոլոր ժամանակների մասին, երբ դուք վախենում էիք, բայց նա պաշտպանեց ձեզ։ Մտածեք այն բոլոր ժամանակների մասին, երբ դուք նրա կարիքն ունեիք, նա հոգ տարավ ձեզ համար։ Նա հավատարիմ էր անցյալում։ Նա հավատարիմ է նա ներկայում։ Նա հավատարիմ կլինի նա ապագայում։ Պատկերացրեք Հիսուսին ձեր մահճակալի կողքին։ Նա այնտեղ է, նայելով ձեզ անսահման սիրով։ Նա գիտի, որ դուք հոգնած եք։ Նա հասկանում է ձեր պայքարը։ Նա գիտի ձեր ցավը։ Եվ նա հիմա ասում է ձեզ. եկեք ինձ մոտ, բոլորդ, ովքեր հոգնած բեռնավորված եք, ես ձեզ հանգիստ կտամ։ Դուք հոգնած եք։ Դուք ծանրաբեռնված եք անհանգստություններով։ Ուրեմն եկեք։ Ամեն ինչ հանձնեք նրան։ Եվ ստացեք թեթացում։ Ստացեք հանգիստ։ Հայր, ես հիմա հրամայում եմ քուն տալ այս մարդուն։ Խորը քուն։ Վերականգնողական քուն։ Քուն, որը գալիս է քեզանից, որպես սիրո պարկ։ Ամբողջ անկնությունը կոտրվել է Հիսուսի անունով։ Անքուն գիշերների յուրաքանչյուր օրինաչափություն այժմ ընդհատվել է։ Յուրաքանչյուր անհանգստություն, որը նրան արթուն էր պահում, դրվել է քո ձեռքերում։ Հիմա նա կարող է հանգստանալ, որովհետև դու հոգ ես տանում ամեն ինչի մասին։ Սուրբ Հոգի, պարուրիր այս մարդուն։ Հանգստացրու ամեն միտք։ Հանգստացրու ամեն զգացմունք։ Բեր խորը խաղաղություն։ Մարմնին հասկացրու, որ ժամանակն է լռել։ Մտքին հասկացրու, որ ժամանակն է կանգ առնել։ Թող քունը հիմա գա, մեղմ, ինչպես տաք վերմակ։ Ձեր շնչառությունը դանդաղում է։ Ավելի խորը։ Ավելի ռիթմիկ։ Շնչեք։ Արտաշնչեք։ Շնչեք։ Արտաշնչեք։ Յուրաքանչյուր շունչ ձեզ ավելի խորը թուլացման մեջ է տանում։ Յուրաքանչյուր պահ ձեզ ավելի է մոտեցնում քնին։ Դու անվտանգ ես։ Աստված հսկում է քեզ։ Հրեշտակները շրջապատում են քեզ։ Ոչ մի վատ բան չի կարող հասնել քեզ։ Կարող ես թողնել ամեն ինչ։ Կարող ես հանգստանալ։ Կարող ես քնել։ Ոչինչի մասին հսկելու կարիք չկա։ Ոչինչի վրա հսկելու կարիք չկա։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Եթե դեռ լսում ես, եթե քունը դեռ լիովին չի եկել, մի անհանգստացիր։ Մի ստիպիր։ Պարզապես շարունակիր շնչել։ Շարունակիր հանգստանալ։ Շարունակիր հանձնվել։ Քունը կգա։ Այն գալիս է։ Դու ավելի ու ավելի քնկոտ ես դառնում։ Եվ երբ վաղը արթնանաս, կարթնանաս հանգստացած։ Թարմացած։ Պատրաստ օրվան դիմակայելու։ Գիշերը հսկայական թվացող անհանգստությունները առավոտյան ավելի փոքր կթվան։ Եվ դու կունենաս այն ուժը, որը քեզ անհրաժեշտ է, որովհետև քնած ես, որովհետև հանգստացել ես, որովհետև վստահել ես։ Լավ քնիր։ Քնիր խաղաղությամբ։ Անվտանգ քնիր հոր գրկում, որը երբեք չի քնում, որպեսզի դու կարողանաս քնել։ Թող Տերը օրհնի քեզ, պահպանի քեզ ամբողջ գիշերվա ընթացքում։ Թող Տերը իր դեմքը փայլեցնի քեզ վրա, մինչ դու քնում ես։ Թող Տերը բարձրացնի իր դեմքը քեզ վրա խաղաղություն տա քեզ։ Խորը խաղաղություն։ Խաղաղություն, որը քուն է բերում։ Խաղաղություն, որը հանգիստ է բերում։ Բարի գիշեր։ Հանգստացեք։ Վաղը նոր օր է։ Եվ Աստված, որ այսօր հոգ տարավ ձեր մասին, վաղը կհոգա ձեր մասին։ Ամեն։ Գիտեմ, որ միշտ չէ, որ հեշտ է կանգ առնել օրվա կեսին, Աստծուն փնտրելու համար։ Շտապողականությունը տեղ չի թողնում։ Պահանջները չեն դադարում։ Աշխարհը չի հարգում ձեր կանգ առնելու անհրաժեշտությունը։ Բայց դուք դա արեցիք այսօր։ Դուք որոշեցիք կանգ առնել։ Եվ այդ ընտրությունը տարբերություն ստեղծեց ոչ միայն ձեզ համար, այլ բոլոր նրանց համար, ովքեր առաջիկա ժամերին կշփվեն ձեզ հետ։ Որովհետև դուք այս պահից դուրս եք գալիս տարբերվող, քան այն, ինչ մտել եք։ Ավելի թեթ։
Ավելի լի հավատքով, ավելի կապված Աստծո հետ, եւ ձեր շրջապատի մարդիկ կզգան դա։ Եթե այս աղոթքը օրհնել է ձեզ, ես խրախուսում եմ ձեզ սովորություն դարձնել Աստծուն փնտրել ոչ միայն առավոտյան, ոչ միայն գիշերը, այլ օրվա կեսին, մի քանի րոպե ընդմիջումը խոսքը լսելու, աղոթելու, Աստծո ներկայությամբ շնչելու համար։ Կարող է ամբողջությամբ վերափոխել ձեր օրվա երկրորդ կեսը, եւ մենք այստեղ ենք ձեզ օգնելու այս ճանապարհորդության մեջ, ամեն առավոտ, ամեն կեսօր, ամեն գիշեր այս ալիքում ձեզ սպասում է մի խոսք։ Ես կեզրափակեմ հաջորդ մի քանի ժամերի վերաբերյալ հայտարարությամբ։ Ես հրամայում եմ, որ կեսօրը ավելի լավը լինի, քան առավոտը։ Եթե առավոտը լավ էր, կեսօրն էլ ավելի լավը կլինի։ Եթե առավոտը դժվար էր, կեսօրը թեթացում կբերի։ Աստված ամեն ինչ փոխում է քո օգտին։ Ես հրամայում եմ, որ դուք այս օրը կավարտեք երախտագիտությամբ ձեր սրտում։ Ոչ թե որովհետև ամեն ինչ կատարյալ էր, այլ որովհետև ամեն ինչում դուք տեսաք Աստծո ձեռքը։ Մեծ փոքր բաներում, ազատագրումներում, բարենամթերքում, պաշտպանության առաջնորդության մեջ։ Քանզի նա կհրամայի իր հրեշտակներին քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներով։ Այս պահին հրեշտակներ են տեղակայված քո շուրջը, քո մահճակալի շուրջը, քո տան շուրջը, քո սիրելի յուրաքանչյուր մարդու շուրջը։ Նրանք չեն քնում, նրանք արթուն են։ Այնպես որ դու կարող ես խաղաղ քնել, քանի որ երկնային պահապանները հերթապահության մեջ են։ Ես հիմա հատուկ աղոթելու եմ յուրաքանչյուր անհանգստության համար, որը կարող է ձեզ արթուն պահել։ Եվ մինչ ես աղոթում եմ, ուզում եմ, որ դուք դրանցից յուրաքանչյուրը Աստծո ձեռքերում դնեք։ Եթե անհանգստանում եք փողի, հաշիվների, պարտքի կամ սննդի համար, լսեք։ Աստված Եհովա Ջիրեն է, Աստված, որը հոգ է տանում։ Նա կերակրում է երկնքի թռչուններին, որոնք ոչ ցանում են, ոչ էլ հնձում։ Որքան ավելի նա կհոգա ձեզ համար, իր զավակի։ Նա գիտի ձեր կարիքները նույնիսկ նախքան դուք խնդրեք։ Եվ նա անսահման ռեսուրսներ ունի։ Հիմա անհանգստանալը փող չի հայտնվի։ Բայց Աստծուն վստահելը բացում է դռները նրա համար, որպեսզի նա հոգ տանի այնպիսի ձերով, որոնք դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել։ Այսպիսով, հանձնեք այն նրա ձեռքը հիմա։ Ասա, Տեր, ես իմ ֆինանսները հանձնում եմ քեզ։ Վաղը ես կանեմ այն, ինչ պետք է անեմ, բայց այս գիշեր քոնն է։ Ես վստահ եմ, որ դու կապահովես։ Եթե անհանգստանում եք հարաբերությունների, կոնֆլիկտների, վիրավորված զգացմունքների կամ ձեր սիրելիների մեջ եղած հեռավորության համար, լսեք։ Աստված հարաբերությունները վերականգնելու մասնագետ է, նա հաշտեցնում է անհաշտելիները, նա բուժում է անբուժելի թվացողը, նա մոտեցնում է հեռավորներին, զրույցները կրկնելով արթուն մնալը, ասելիքդ կրկնելը, վերքերը վերապրելը ոչինչ չի շտկի։ Բայց Աստծուն հանձնվելը նրան թույլ տալը գործել ներգրավվածների սրտերում կարող է ամեն ինչ փոխել, այսպիսով, հանձնվիր հիմա, ասա Տեր, ես այս հարաբերությունները հանձնում եմ քեզ, աշխատիր իմ սրտում մյուս մարդու սրտում, անիր այն, ինչ ես չեմ կարող անել։ Եթե անհանգստանում եք ձեր կամ ձեր սիրելիի առողջության, ախտանիշների, ախտորոշումների կամ թեստերի համար, լսեք։ Աստված բժիշկների բժիշկն է, նա ստեղծել է ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջ, նա ճշգրիտ գիտի, թե ինչ է կատարվում, եւ նա ունի զորություն բուժելու այն, ինչ բժշկությունը չի կարող, սա չի նշանակում, որ դուք չպետք է դիմեք բժշկական օգնության, բայց դա նշանակում է, որ ամենից առաջ կարող եք վստահել Աստծուն, որը բուժում է, արթուն մնալը, անհանգստանալը ոչ մեկին չի բուժի, բայց աղոթելը վստահելը կարող են ազատել Աստծո գործելու զորությունը, այսպիսով, հանձնվեք, ասա Տեր, ես այս առողջական վիճակը հանձնում եմ քեզ, ես վստահում եմ քո բուժիչ զորությանը, ես հանգստանում եմ քո կամքի մեջ։ Եթե անհանգստանում եք ձեր երեխաների համար, նրանց արածների, նրանց կատարած ընտրությունների, նրանց ընտրած ուղիների համար, լսեք։ Դուք միակը չեք, ով սիրում է ձեր երեխաներին։ Աստված անսահմանորեն ավելի է սիրում նրանց, քան դուք։ Նա ծրագրեր ունի նրանց կյանքի համար։ Նա աշխատում է, նույնիսկ երբ դուք արդյունքներ չեք տեսնում։ Նրանց համար ձեր աղոթքները չեն ընկնում խուլ ականջների վրա։ Աստված տեսել է ձեր թափած յուրաքանչյուր արցունք։ Լսվել է յուրաքանչյուր ճիչ։ Վստահեք, որ Աստված աշխատում է։ Ձեր անքուն գիշերները չեն փոխի ձեր երեխաներին, բայց Աստված կարող է։ Այսպիսով, հանձնվեք։ Ասեք, Տեր, ես իմ երեխաներին հանձնում եմ քեզ։ Աշխատեք նրանց սրտերում։ Ուղղորդեք նրանց քայլերը։ Վերադարձրեք նրանց, եթե նրանք մոլորվել են։
Եթե անհանգստանում եք աշխատանքի, ճնշման պահանջների, աշխատանքը կորցնելու վախի, մարդկանց հետ կապված դժվարությունների համար, լսեք. Աստված է, որ բացում փակում է դռները։ Նա է, որ առաջխաղացնում է։ Նա է, որ շնորհներ է տալիս։ Եթե դուք այդ աշխատանքում եք, դա այն պատճառով է, որ նա է թույլ տվել դա։ Եվ եթե դուք պետք է հեռանաք, նա ավելի լավ բան կբացի։ Վստահեք գործընթացին։ Վստահեք նրա ծրագրին ձեր մասնագիտական կյանքի համար։ Արթուն մնալը, պլանավորելով, անհանգստանալով, խնդիրներ կանխատեսելով, վաղը աշխատանքը չի հեշտացնի։ Դուք կհասնեք ուժասպառ պակաս արդյունավետ։ Այնպես որ, հանգստացեք։ Ասեք, Տեր, ես իմ աշխատանքը հանձնում եմ քեզ։ Տուր ինձ իմաստություն, իմ մասը անելու համար։ Եվ դու կհոգաս մնացածի մասին։ Եթե անհանգստանում եք ապագայի, անորոշությունների, հնարավոր պատահելիքի, կայացվող որոշումների համար, լսեք. Ապագան Աստծո ձեռքերում է։ Ձեզ պետք չէ այսօր բոլոր պատասխաններն ունենալ։ Ձեզ պետք չէ տեսնել ամբողջ ուղին։ Դուք պարզապես պետք է անեք հաջորդ քայլը։ Եվ Աստված խոստանում է, որ քայլ առ քայլ կառաջնորդի ձեզ։ Անհանգստությունը փորձում է ստիպել ձեզ ապրել այնպիսի խնդիրներով, որոնք դեռ գոյություն չունեն։ Բայց Հիսուսն ասաց՝ մի անհանգստացեք վաղվա օրվա համար, որովհետև վաղը կբերի իր սեփական անհանգստությունները։ Կենտրոնացեք այսօրվա վրա։ Եվ այսօր ձեզ անհրաժեշտ է քուն։ Այսպիսով, հրաժարվեք ապագայից։ Ասեք, Տեր, ես չգիտեմ, թե ինչ է սպասվում առջում, բայց դու գիտես։ Ես վստահ եմ, որ դու կառաջնորդես ինձ։ Հիմա ես ուզում եմ, որ դու շնչես ինձ հետ։ Դանդաղ։ Շնչիր քթով, հաշվելով մինչ 4-ը։ 1, 2, 3, 4։ Պահիր շունչդ 2 վայրկյան։ Եվ արտաշնչիր բերանով, հաշվելով մինչ 6-ը։ 1, 2, 3, 4, 5, 6։ Եկեք դա անենք մեկ անգամ։ Շնչիր։ 1, 2, 3, 4։ Պահիր։ Եվ արտաշնչիր։ 1, 2, 3, 4, 5, 6։ Զգա, թե ինչպես է քո մարմինը թուլանում։ Զգա, թե ինչպես է լարվածությունը հեռանում։ Գիշերային աղոթք Սաղմոս 91:127 նրանց համար, ովքեր չեն կարողանում քնել անհանգստության պատճառով։ Ժամը 2-ն է, դու դեռ այստեղ ես։ Քո աչքերը այրվում են քնից, բայց միտքդ չի դադարում։ Դու փորձել ես ամեն ինչ։ Տասնյակ անգամներ շուռ ես եկել անկողնում։ Դու սեղմել ես աչքերդ, փորձելով ստիպել քուն գալ։ Դու վերցրել ես հեռախոսդ, դրել ես, նորից վերցրել։ Դու հաշվել ես ոչխարներ, փորձել դատարկել միտքդ, խորը շունչ քաշել։ Բայց ոչինչ չի ստացվում։ Որովհետև ոչ թե մարմինդ է քեզ արթուն պահում։ Դա անհանգստությունն է։ Դա մտքերն են, որոնք անվերջ պտտվում են շուրջդ։ Դա օրվա չլուծված խնդիրներն են։ Դա վաղվա մասին վախերն են, որոնք անընդհատ շնջում են ականջիդ մեջ։ Եվ որքան շատ ես փորձում քնել, այնքան ավելի արթուն ես դառնում։ Որքան շատ ես անհանգստանում քնելու չկարողանալու համար, այնքան քիչ քուն է գալիս։ Սա արատավոր շրջան է, որը դու շատ լավ գիտես։ Եթե սա է այն, ինչ հիմա քեզ հետ կատարվում է, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Դու մենակ չես։ Միլիոնավոր մարդիկ հենց այս պահին նույն բանի միջով են անցնում։ Պառկած են մթության մեջ, նայում են առաստաղին, իրենց մտքերի գերիները։ Անհանգստության պատճառած անկնությունը տառապանքի ամենադժվար ձերից մեկն է, քանի որ այն խլում է հենց այն, ինչ քեզ ամենաշատն է պետք, հանգիստը։ Դու հոգնած ես, բայց չես կարողանում հանգստանալ։ Դու ուժասպառ ես, բայց չես կարողանում անջատվել։ Եվ քնի բացակայության յուրաքանչյուր ժամի հետ անհանգստությունն աճում է, քանի որ գիտես, որ վաղը ստիպված կլինես վաղ արթնանալ, ամբողջ օրը դիմավորել առանց հանգստանալու։ Բայց ես լավ լուր ունեմ ձեզ համար։ Դուք պարտավոր չեք միայնակ պայքարել դրա դեմ։ Կա մեկը, ով երբեք չի քնում, ով երբեք չի նիրհում, ով լիովին արթուն է հենց հիմա, նա ուզում է հոգ տանել ձեզ մասին, մինչ դուք հանգստանում եք։ Աստվածաշունչն ասում է, զուր է վաղ արթնանում ուշանում հանգստանալու, ուտելով անհանգիստ աշխատանքի հացը, որովհետև Աստված քուն է տալիս իր սիրելիին։ Աստված քուն է տալիս։ Ոչ թե որպես ջանքերի պարկ, այլ որպես սիրո պարկ։ Եվ նա ուզում է այդ պարկը ձեզ տալ հիմա։ Գիտեմ, որ միտքդ անընդհատ պտտվում է։
Գիտեմ, որ անհանգստությունների մի ամբողջ ցանկ անընդհատ պտտվում է։ Թվացյալ անլուծելի ֆինանսական վիճակը, լարված հարաբերությունները, փխրուն առողջությունը, սթրեսային աշխատանքը, երեխաները, որոնք քեզ անհանգստացնում են, ծերացող ծնողները, վճարման ենթակա հաշիվները, երազանքները, որոնք ավելի ու ավելի հեռավոր են թվում։ Այս ամենը գոռում է քո գլխում, պահանջելով ուշադրություն, լուծում, ինչ-որ բան անել։ Բայց ահա ճշմարտությունը, որը դու պետք է հասկանաս։ Գիշերվա 2-ին անկողնում պառկած ոչինչ չես կարող լուծել։ Չկա ոչ մի անհանգստություն, որը քո անկնությունը կլուծի։ Միակ բանը, որին դու հասնում ես արթուն մնալով, քեզ ավելի ուժասպառ անելն է։ Հիսուսն ասաց. Ձեզանից ով կարող է մտահոգվելով իր հասակին մեկ կանգուն ավելացնել։ Մտահոգությունը ոչ մի արժեք չի ավելացնում ձեր կյանքին։ Այն խնդիրներ չի լուծում։ Այն հանգամանքներ չի փոխում։ Այն լուծումներ չի բերում։ Մտահոգությունը միայն գողանում է ձեր խաղաղությունը, առողջությունը, ուրախությունը հենց հիմա, ձեր քունը։ Բայց դուք կարող եք այլ կերպ ընտրել։ Դուք կարող եք ընտրել այս բոլոր մտահոգությունները հանձնել Աստծո ձեռքերը հիմա թույլ տալ, որ նա հոգ տանի դրանց մասին, մինչ դուք հանգստանում եք։ Ես ուզում եմ, որ դու հիմա ինձ հետ ինչ-որ բան անես։ Եկեք սկսենք քո մարմինն ու միտքը պատրաստելուց, ստանալու այն քունը, որը Աստված ուզում է տալ քեզ։ Եթե հեռախոս բռնել ես, այն դիր կողքիդ այնպիսի տեղում, որտեղ կարող ես լսել, բայց պարտադիր չէ, որ բռնես։ Հարմարավետ պառկիր։ Կարգավորիր բարձր։ Բարձրացրու ծածկոցները։ Փակիր աչքերդ։ Մի անհանգստացիր իմ ասած յուրաքանչյուր բառին ուշադրություն դարձնելու համար։ Պարզապես թող իմ ձայնը նրբորեն առաջնորդի քեզ։ Եթե աղոթքի կեսին քնես, դա խնդիր չէ։ Իրականում, հենց դա էլ մենք ուզում ենք, որ պատահի։ Երկնային Հայր, ես այս պահին գալիս եմ քո առջ, բերելով այս մարդուն, ով հոգնած է, ուժասպառ, բայց չի կարողանում քնել։ Տեր, դու գիտես ամեն մի անհանգստություն, որը նրանց արթուն է պահում։ Դու տեսնում ես մտքերը, որոնք անընդհատ պտտվում են նրանց մտքում։ Դու հասկանում ես այն անհանգստությունը, որը ծանրանում է նրանց կրծքին։ Եվ դու խոստացել ես քո խոսքում, որ քուն կտաս քո սիրելիին։ Կատարիր այդ խոստումը հիմա, Տեր։ Հանգստացրու նրանց միտքը։ Հանգստացրու նրանց սիրտը։ Բեր խաղաղություն, որը գերազանցում է ամեն հասկացողություն։ Թող քո Սուրբ Հոգին պարուրի այս մարդուն ինչպես տաք վերմակ, բերելով անվտանգություն, մխիթարություն, վստահություն, որ դու հոգ ես տանում ամեն ինչի մասին։ Հիսուսի անունով ես հրամայում եմ խաղաղ, խորը վերականգնողական քուն։ Եկեք հիմա խորենք Սաղմոս 127-ի շուրջ, որը պարունակում է այդ թանկարժեք համարը այն քնի մասին, որը Աստված տալիս է իր սիրելիներին։ Գիշերային աղոթք Սաղմոս 91-127 նրանց համար, ովքեր չեն կարողանում քնել անհանգստության պատճառով։ Ժամը 2-ն է, դու դեռ այստեղ ես։ Քո աչքերը այրվում են քնից, բայց միտքդ չի դադարում։ Դու փորձել ես ամեն ինչ։ Տասնյակ անգամներ շուռ ես եկել անկողնում։ Դու սեղմել ես աչքերդ, փորձելով ստիպել քուն գալ։ Դու վերցրել ես հեռախոսդ, դրել ես, նորից վերցրել։ Դու հաշվել ես ոչխարներ, փորձել դատարկել միտքդ, խորը շունչ քաշել։ Բայց ոչինչ չի ստացվում։ Որովհետև ոչ թե մարմինդ է քեզ արթուն պահում։ Դա անհանգստությունն է։ Դա մտքերն են, որոնք անվերջ պտտվում են շուրջդ։ Դա օրվա չլուծված խնդիրներն են։ Դա վաղվա մասին վախերն են, որոնք անընդհատ շնջում են ականջիդ մեջ։ Եվ որքան շատ ես փորձում քնել, այնքան ավելի արթուն ես դառնում։ Որքան շատ ես անհանգստանում քնելու չկարողանալու համար, այնքան քիչ քուն է գալիս։ Սա արատավոր շրջան է, որը դու շատ լավ գիտես։ Եթե սա է այն, ինչ հիմա քեզ հետ կատարվում է, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Դու մենակ չես։ Միլիոնավոր մարդիկ հենց այս պահին նույն բանի միջով են անցնում։ Պառկած են մթության մեջ, նայում են առաստաղին, իրենց մտքերի գերիները։ Անհանգստության պատճառած անկնությունը տառապանքի ամենադժվար ձերից մեկն է, քանի որ այն խլում է հենց այն, ինչ քեզ ամենաշատն է պետք, հանգիստը։ Դու հոգնած ես, բայց չես կարողանում հանգստանալ։ Դու ուժասպառ ես, բայց չես կարողանում անջատվել։ Եվ քնի բացակայության յուրաքանչյուր ժամի հետ անհանգստությունն աճում է, քանի որ գիտես, որ վաղը ստիպված կլինես վաղ արթնանալ, ամբողջ օրը դիմավորել առանց հանգստանալու։
Բայց ես լավ լուր ունեմ ձեզ համար։ Դուք պարտավոր չեք միայնակ պայքարել դրա դեմ։ Կա մեկը, ով երբեք չի քնում, ով երբեք չի նիրհում, ով լիովին արթուն է հենց հիմա, նա ուզում է հոգ տանել ձեզ մասին, մինչ դուք հանգստանում եք։ Աստվածաշունչն ասում է, զուր է վաղ արթնանում ուշանում հանգստանալու, ուտելով անհանգիստ աշխատանքի հացը, որովհետև Աստված քուն է տալիս իր սիրելիին։ Աստված քուն է տալիս։ Ոչ թե որպես ջանքերի պարկ, այլ որպես սիրո պարկ։ Եվ նա ուզում է այդ պարքը ձեզ տալ հիմա։ Գիտեմ, որ միտքդ անընդհատ պտտվում է։ Գիտեմ, որ անհանգստությունների մի ամբողջ ցանկ անընդհատ պտտվում է։ Թվացյալ անլուծելի ֆինանսական վիճակը, լարված հարաբերությունները, փխրուն առողջությունը, սթրեսային աշխատանքը, երեխաները, որոնք քեզ անհանգստացնում են, ծերացող ծնողները, վճարման ենթակա հաշիվները, երազանքները, որոնք ավելի ու ավելի հեռավոր են թվում։ Այս ամենը գոռում է քո գլխում, պահանջելով ուշադրություն, լուծում, ինչ-որ բան անել։ Բայց ահա ճշմարտությունը, որը դու պետք է հասկանաս։ Գիշերվա 2-ին անկողնում պառկած ոչինչ չես կարող լուծել։ Չկա ոչ մի անհանգստություն, որը քո անկնությունը կլուծի։ Միակ բանը, որին դու հասնում ես արթուն մնալով, քեզ ավելի ուժասպառ անելն է։ Հիսուսն ասաց. Ձեզանից ով կարող է մտահոգվելով իր հասակին մեկ կանգուն ավելացնել։ Մտահոգությունը ոչ մի արժեք չի ավելացնում ձեր կյանքին։ Այն խնդիրներ չի լուծում։ Այն հանգամանքներ չի փոխում։ Այն լուծումներ չի բերում։ Մտահոգությունը միայն գողանում է ձեր խաղաղությունը, առողջությունը, ուրախությունը հենց հիմա, ձեր քունը։ Բայց դուք կարող եք այլ կերպ ընտրել։ Դուք կարող եք ընտրել այս բոլոր մտահոգությունները հանձնել Աստծո ձեռքերը հիմա թույլ տալ, որ նա հոգ տանի դրանց մասին, մինչ դուք հանգստանում եք։ Ես ուզում եմ, որ դու հիմա ինձ հետ ինչ-որ բան անես։ Եկեք սկսենք քո մարմինն ու միտքը պատրաստելուց, ստանալու այն քունը, որը Աստված ուզում է տալ քեզ։ Եթե հեռախոս բռնել ես, այն դիր կողքիդ այնպիսի տեղում, որտեղ կարող ես լսել, բայց պարտադիր չէ, որ բռնես։ Հարմարավետ պառկիր։ Կարգավորիր բարձր։ Բարձրացրու ծածկոցները։ Փակիր աչքերդ։ Մի անհանգստացիր իմ ասած յուրաքանչյուր բառին ուշադրություն դարձնելու համար։ Պարզապես թող իմ ձայնը նրբորեն առաջնորդի քեզ։ Եթե աղոթքի կեսին քնես, դա խնդիր չէ։ Իրականում, հենց դա էլ մենք ուզում ենք, որ պատահի։ Երկնային Հայր, ես այս պահին գալիս եմ քո առջ, բերելով այս մարդուն, ով հոգնած է, ուժասպառ, բայց չի կարողանում քնել։ Տեր, դու գիտես ամեն մի անհանգստություն, որը նրանց արթուն է պահում։ Դու տեսնում ես մտքերը, որոնք անընդհատ պտտվում են նրանց մտքում։ Դու հասկանում ես այն անհանգստությունը, որը ծանրանում է նրանց կրծքին։ Եվ դու խոստացել ես քո խոսքում, որ քուն կտաս քո սիրելիին։ Կատարիր այդ խոստումը հիմա, Տեր։ Հանգստացրու նրանց միտքը։ Հանգստացրու նրանց սիրտը։ Բեր խաղաղություն, որը գերազանցում է ամեն հասկացողություն։ Թող քո Սուրբ Հոգին պարուրի այս մարդուն ինչպես տաք վերմակ, բերելով անվտանգություն, մխիթարություն, վստահություն, որ դու հոգ ես տանում ամեն ինչի մասին։ Հիսուսի անունով ես հրամայում եմ խաղաղ, խորը վերականգնողական քուն։ Եկեք հիմա խորենք Սաղմոս 127-ի շուրջ, որը պարունակում է այդ թանկարժեք համարը այն քնի մասին, որը Աստված տալիս է իր սիրելիներին։ Ես հայտարարում եմ, որ հոգնածությունը չի հաղթի ձեզ։ Դուք ունեք ուժ, ավարտելու այն, ինչ պետք է արվի։ Դուք ունեք էներգիա, օրվա վերջը հասցնելու համար։ Տերը ձեր կյանքի ուժն է։ Ես հրամայում եմ, որ դուք այսօր դրական ազդեցություն կունենաք մեկի վրա։ Խրախուսանքի խոսք։ Բարության ժեստ։ Ժպիտ, որը կլուսավորի մեկ այլ սիրտ։ Դուք լույս եք այս մութ աշխարհի մեջտեղում։ Ես հրամայում եմ, որ առաջիկա ժամերին քեզ ոչ մի վնաս չի հասնի։ Աստծո պաշտպանությունը քեզ վրա է։ Տիրոջ հրեշտակները շրջապատում են քեզ։ Հիսուսի արյունը ծածկում է քեզ քո ամեն ինչը։ Հիմա բարձրացրու գլուխդ։ Ուղղիր ուսերդ։ Եվս մեկ անգամ խորը շունչ քաշիր։ Դու պատրաստ ես շարունակել։ Ոչ թե քո սեփական ուժով, այլ վերից եկող ուժով։ Ոչ թե բեռներ կրելով, որովհետև դրանք Տիրոջ վրա ես գցել։ Ոչ թե արջում սպասվողից վախենալով, որովհետև հովիվն է գնում քո արջից, բացելով ճանապարհը։ Թող Տերը օրհնի ձեզ առաջիկա ժամերին։
Թող Տերը առաջնորդի ձեզ ամեն քայլափոխի։ Թող Տերը շնորհի ձեզ հաճություն ամեն իրավիճակում։ Թող Տերը աջակցի ձեզ, երբ հոգնածությունը սպառնում է ձեզ տիրել։ Թող Տերը պաշտպանի ձեզ ամեն չարիքից։ Եվ այս օրվա վերջում թող դուք հետ նայեք հստակ տեսնեք Աստծո ձեռքը ամեն պահի։ Գնա խաղաղությամբ։ Գնա նորոգված։ Գնա վստահ։ Օրը դեռ չի ավարտվել, Աստված դեռ լավ բաներ ունի պահած քեզ համար։ Ամեն։ Երբ գիշերը իջնում են, դուք գնում եք հանգստանալու, մի մոռացեք շնորհակալություն հայտնել Աստծուն այս պահից մինչ այդ պահը կատարած ամեն ինչի համար։ Նա հավատարիմ է։ Նա հոգ է տանում ձեր մասին։ Նա երբեք չի ձախողվում։ Օրհնյալ կեսօր ունեցեք Հոր ձեռքերում։ Կեսօրյա աղոթք, Սաղմոս 23:55, օրվա բեռը գցեք Տիրոջ վրա։ Օրվա կեսն ավարտվել է, դուք ուժասպառ եք։ Սա միայն ֆիզիկական հոգնածություն չէ, չնայած այն նույնպես առկա է։ Սա ավելի խորը տեսակի ուժասպառություն է։ Սա ձեր ունեցած դժվար զրույցների ծանրությունն է։ Սա անվերջ թվացող առաջադրանքների ծանրությունն է։ Սա այն սպասումների ծանրությունն է, որոնք դուք փորձում եք բավարարել։ Սա այն անհանգստությունների ծանրությունն է, որոնք չեն լքում ձեր գլուխը։ Դուք առավոտը սկսել եք էներգիայով, բայց հիմա, կեսօրվա այս պահին, զգում եք, որ աշխարհի ծանրությունը կրում եք ձեր ուսերին։ Եվ դուք միայն խաղաղության պահ եք ուզում։ Շնչելու պահ։ Հիշելու պահ, որ դուք պարտավոր չեք այս ամենը մենակ կրել։ Ահա թե ինչու եք դուք հիմա այստեղ։ Դա պատահական չէր։ Սուրբ Հոգին էր, որ ձեզ առաջնորդեց անհրաժեշտ դադարի։ Մինչ արտաքին աշխարհը շարունակում է շտապել, մինչ ուղերձները շարունակում են գալ, մինչ պարտավորությունները դեռ սպասում են, դուք ընտրեցիք կանգ առնել։ Դուք ընտրեցիք դադար տալ։ Դուք ընտրեցիք օրվա կեսին գալ Աստծո ներկայության մեջ, հրաժարվելու ձեր կրած ծանրությունից։ Եվ այդ ընտրությունը ամբողջությամբ կփոխի հաջորդ մի քանի ժամերը։ Սաղմոսերգուն գրել է. «Գցիր քո բեռը Տիրոջ վրա, նա կպահպանի քեզ»։ Սա Աստծո ուղղակի հրամանն է քեզ այս պահին։ Գցիր այն։ Մի բռնվիր։ Մի փորձիր կրել այն։ Մի ծածրու, թե կարող ես հաղթահարել այն։ Գցիր այն։ Գցիր այն նրա ձեռքը։ Հանձնվիր։ Փոխանցիր բեռը։ Որովհետև նա բավականաչափ ուժեղ է կրելու այն, ինչ դու այլս չես կարող կրել։ Չգիտեմ ինչպես է անցել քո առավոտը։ Գուցե խաղաղ է եղել, դու պարզապես պետք է լիցքավորվես շարունակելու համար։ Գուցե արթնանալու պահից քաոսային է եղել։ Գուցե ինչ-որ մեկը վիրավորել է քեզ խոսքերով։ Գուցե դու ստացել ես նորություններ, որոնք անկայունացրել են քեզ։ Գուցե աշխատանքն ավելի ծանր է, քան պետք է լիներ։ Գուցե տնային խնդիրները չեն հեռանում քո մտքից, նույնիսկ երբ դու բացակայում ես։ Գուցե անհանգստությունը սեղմում է կուրծքդ, դու հազիվ ես կարողանում նորմալ շնչել։ Ինչ էլ որ լինի, դու ես այն բերել այստեղ։ Եվ Աստված պատրաստ է ընդունել այն։ Մինչ աղոթքը սկսել է, ես ուզում եմ, որ դուք անեք ինչ-որ ֆիզիկական բան, որը կօգնի ձեր մտքին մտնել այս պահը։ Որտեղ էլ որ լինեք, եթե հնարավոր է, մի քանի վայրկյանով փակեք աչքերը։ Հիմա խորը շնչեք քթով, որքան հնարավոր է խորը։ Պահեք շունչը 3 վայրկյան։ Եվ դանդաղ արտաշնչեք բերանով։ Կրկին կրկնեք սա։ Եվ կրկին։ Զգացեք, թե ինչպես են ձեր ուսերը թուլանում։ Զգացեք, թե ինչպես է լարվածությունը սկսում նվազել ձեր պարանոցում։ Այս պահին ձեզ հարկավոր չէ բարձր զգոնության մեջ լինել։ Դուք անվտանգ եք ձեր Հոր ներկայությամբ։ Երկնային Հայր, այս մարդը կանգ առավ օրվա կեսին, քեզ փնտրելու համար։ Աշխարհը կանչում է։ Պարտականությունները սպասում են։ Բայց նա որոշեց նախ քեզ մոտ գալ։ Պատվիր այդ ընտրությունը, Տեր։ Հանդիպիր նրա հետ իրական, շոշափելի, հզոր ձով։ Թող նա զգա քո ներկայությունը, որը գրկում է իրեն։ Թող այն ծանրությունը, որը նա կրում է, սկսի հիմա իջնել նրա ուսերից։ Թող խաղաղությունը, որը գերազանցում է բոլոր հասկացողությունները, լցնի նրա սիրտն ու միտքը։ Ծառայիր նրան, Տեր։ Խոսիր նրա հետ այս աղոթքի միջոցով։ Թող յուրաքանչյուր խոսք լինի հենց այն, ինչ նա պետք է լսի։ Հիսուսի անունով։
Եկեք խորենք Սաղմոս 55-ի շուրջ, որտեղ Դավիթը արտահայտում է հենց այն, ինչ մեզանից շատերն են զգում, երբ օրը չափազանց ծանր է լինում։ Ականջտիր, ով Աստված, իմ աղոթքին, մի թաքցրու քեզ իմ ողորմության աղերսանքից։ Ուշադրություն դարձրու ինձ, լսիր ինձ։ Ես անհանգիստ եմ, իմ բողոքով անհանգիստ։ Դավիթը անհանգիստ էր։ Անհանգիստ։ Նրա միտքը չէր կանգնում։ Խնդիրները նրան հանգիստ չէին տալիս։ Եթե հիմա այսպես ես զգում, իմացիր, որ լավ ընկերակցության մեջ ես։ Նույնիսկ Աստծո սրտին համապատասխանող մարդը դժվարության պահեր է ունեցել։ Ամոթ չէ խոստովանել, որ ցնցված ես։ Ամոթը կլինի ձացնել, թե ամեն ինչ լավ է, երբ այդպես չէ։ Թշնամու ձայնի պատճառով, չարագործների ճնշման պատճառով, որովհետև նրանք անօրինություն են կուտակում ինձ վրա, զայրույթով ատում են ինձ։ Սիրտս ցավում է ինձ մեջ, մահվան սարսափներ են ընկել ինձ վրա։ Վախ ու դող է եկել ինձ վրա, սարսափը համակել է ինձ։ Սրանք ուժեղ խոսքեր են։ Ցավող սիրտ։ Սարսափ։ Վախ։ Դող։ Սարսափ։ Դավիթը ժայռի հատակին էր։ Եվ գուցե դուք էլ այդպես եք զգում։ Գուցե առավոտն այնքան դժվար էր, որ զգում եք, որ չեք կարողանա հաղթահարել կեսօրը։ Գուցե խնդիրները այնքան մեծ են թվում, որ ելք չեք տեսնում։ Շարունակեք լսել։ Կա ավելին։ Նա ասաց. Օ, եթե աղավնու պես թեր ունենայի։ Կթռչեի ու կհանգստանայի։ Իսկապես, կփախչեի հեռու, կմնայի անապատում։ Կշտապեի փախչել քամու ու փոթորկի զայրույթից։ Ով երբեք չի ցանկացել թեր ունենալ ամեն ինչից փախչելու համար։ Ով երբեք չի ցանկացել անհետանալ, հեռու գնալ, խնդիրներից խուսափել։ Սա մարդկային զգացողություն է։ Երբ ճնշումը չափազանց մեծ է, վնասը փախչելն է։ Բայց Աստված ունի փախուստից ավելի լավ բան։ Աստված ապաստան է առաջարկում։ Հիմա գալիս է այս աղոթքի կենտրոնական տողը։ Քո բեռը գցիր Տիրոջ վրա, նա կպահպանի քեզ։ Նա երբեք թույլ չի տա, որ արդարը տատանվի։ Ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք այս տողի յուրաքանչյուր մասին։ Քո գավազանն ու ցուպը, դրանք մխիթարում են ինձ։ Գավազանը հեռու է պահում գիշատիչներին։ Գավազանը առաջնորդում ուղում է։ Երկուսն էլ հովվի գործիքներն են, ձեզ հոգ տանելու համար։ Եվ դրանք մխիթարություն են բերում։ Դժվար օրվա մեջ մխիթարություն կա այն վստահության մեջ, որ հովիվը հագեցած է ձեզ պաշտպանելու առաջնորդելու համար։ Դու սեղան ես պատրաստում իմ առջ իմ թշնամիների ներկայությամբ։ Այս պատկերը անսովոր է։ Թշնամիները ներկա են։ Խնդիրները չեն վերացել։ Դժվարությունները դեռ շուրջն են։ Բայց դրանց մեջ Աստված սեղան է պատրաստում։ Դու կարող ես կերակրվել, մինչ թշնամիները նայում են։ Դու կարող ես կերակրվել, մինչ նրանք քաղցած են։ Դու կարող ես ծառայել թագավորի կողմից, մինչ նրանք անզոր են կանգնեցնել քեզ։ Դու յուղով ես օծում գլուխս, բաժակս լցվում է։ Գլուխս օծելը պատվի, բարեհաճության, հատուկ ընտրության նշան էր։ Այս պահին Աստված յուղ է լցնում քեզ վրա։ Բարեխող օրվա երկրորդ կեսի համար։ Օծում մնացած գործերի համար։ Շնորհ, գալիք մարտահրավերների համար։ Եվ քո բաժակը լցվում է։ Այն ոչ միայն լիքն է, այլ լցվում է։ Օրհնությունները առատ են։ Այն գերազանցում է սպասումները։ Այն ավելին է, քան քեզ անհրաժեշտ է։ Անշուշտ, բարությունն ու ողորմությունը կհետեն ինձ կյանքիս բոլոր օրերին։ Բարությունն ու ողորմությունը հետում են քեզ։ Նրանք քեզ չեն լքել առավոտյան։ Նրանք քեզ չեն լքի կեսօրին։ Նրանք քեզ չեն լքի գիշերը։ Քո կյանքի ամեն օր, առանց բացառության, նրանք այնտեղ են, ուղիղ քո ետում, պատրաստ են հասնել քեզ, երբ դու դրանց կարիքը ունենաս։ Հիմա ես պատրաստվում եմ հատուկ աղոթք ասել ձեր օրվա հաջորդ մի քանի ժամերի համար։ Երկնային Հայր Հիսուսի անունով ես հիմա միջնորդում եմ այս օրվա մնացած ժամերի համար այս մարդու համար։ Առավոտն անցավ։ Կեսօրն է։ Եվ դեռ ճանապարհ կա անցնելու մինչ հանգիստը։ Ես խնդրում եմ ուժի նորացում։ Որտեղ ուժասպառություն կար, թող էներգիա գա։ Որտեղ հոգնածություն կար, թող գա կենսունակություն։ Ոչ թե մեր սեփական ուժը, որը արագ մարում է, այլ այն ուժը, որը գալիս է Տիրոջից, որը նորացվում է ամեն պահի։
Նրանք, ովքեր սպասում են Տիրոջը, կնորոգեն իրենց ուժը։ Նրանք թերով կսավառնեն արծիվների պես։ Նրանք կվազեն չեն հոգնի, նրանք կքայլեն չեն թուլանա։ Ես հրամայում եմ այս նորացումը հիմա։ Ես խնդրում եմ մտքի պարզություն։ Եթե միտքը շփոթված է, թող պարզություն լինի։ Եթե մտքերը խառն են, թող կարգուկանոն լինի։ Եթե կենտրոնացումը դժվար է, թող կենտրոնացում լինի։ Սուրբ Հոգին իմաստության հասկացողության ոգին է։ Թող նա լուսավորի այս մարդու միտքը, որպեսզի նա կարողանա պարզ մտածել, ճիշտ որոշումներ կայացնել, արդյունավետ աշխատել։ Ես խնդրում եմ հուզական խաղաղություն։ Եթե զգացմունքները բարձր են, թող լինի կայունություն։ Եթե գրգռվածությունը թաքնված, թող լինի քնքշություն։ Եթե տխրությունը փորձում է տիրել, թող լինի Տիրոջ ուրախությունը։ Զգացմունքները չեն վերահսկի այս մարդուն։ Սուրբ Հոգին է տիրում նրա սրտին։ Ես պաշտպանություն եմ խնդրում առաջիկա ժամերի համար։ Թող անվտանգ լինի նրա ընտրած ճանապարհին։ Թող շնորհ լինի նրա դեռ ունեցած զրույցներում։ Թող իմաստություն լինի նրա դեռ կայացրած որոշումներում։ Յուրաքանչյուր իրավիճակում թող Աստծո ձեռքը լինի ակնհայտ, պահպանելով, առաջնորդելով, աջակցելով նրան։ Ես աստվածային բարեհաճություն եմ խնդրում։ Թող այս մարդը բարեհաճություն գտնի իր հանդիպած յուրաքանչյուրի մոտ։ Թող բացվեն ճիշտ դռները։ Թող հայտնվեն ճիշտ մարդիկ։ Թող ստեղծվեն ճիշտ հնարավորություններ։ Թող դա լինի անբացատրելի, գերբնական բարեհաճություն, որը կարող է գալ միայն Աստծուց։ Ես աղոթում եմ, որ այսօր ինչ-որ լավ բան պատահի։ Հաճելի անակնկալ։ Լավ լուր։ Լուծված խնդիր։ Ստացված օրհնություն։ Ինչ-որ բան, որը կստիպի այս մարդուն ժպտալ, շնորհակալություն հայտնել։ Ինչ-որ բան, որը նա կարող է կիսվել որպես Աստծո հոգատարության վկայություն։ Տեր, ես նա աղոթում եմ այս մարդու ընտանիքի համար, երբ նա բացակայում է։ Երեխաների համար, ովքեր դպրոցում են կամ տանը։ Կնոջ համար, որը աշխատանքի է կամ հոգ է տանում տան մասին։ Ծնողների համար, ովքեր կարող են խնամքի կարիք ունենալ։ Պաշտպանեք նրանցից յուրաքանչյուրին։ Թող նրանք բոլորը վերամիավորվեն օրվա վերջում, անվտանգ, առողջ պաշտպանված։ Եթե դուք լսում եք սա դեռ դժվար առաջադրանքներ ունեք առջում, ես ուզում եմ հատկապես դրա համար աղոթել։ Եթե առաջիկա մի քանի ժամվա ընթացքում բարդ հանդիպում ունենաք, ես հրամայում եմ, որ բարեհաճություն կլինի։ Ճիշտ խոսքերը կհնչեն ճիշտ ժամանակին։ Արդյունքը կլինի ավելի լավ, քան դուք սպասում եք։ Եթե դժվար զրույց ունեք, ես հրամայում եմ, որ դա կլինի ողորմածություն։ Դուք կիմանաք, թե ինչ ասել։ Մյուս կողմը կլսի։ Կլինի փոխըմբռնում այնտեղ, որտեղ կարող է լինել հակամարտություն։ Եթե դուք ունեք վերջնաժամկետ, որը թվում է անհնար, ես հրամայում եմ, որ գերբնական զորացում տեղի կունենա։ Դուք կկարողանաք իրականացնել ավելին, քան հնարավոր էր թվում ձեր ունեցած ժամանակում։ Եթե աշխատանքի վայրում սթրեսային իրավիճակի եք բախվում, ես հայտարարում եմ, որ Աստծո խաղաղությունը կպահպանի ձեզ հանգիստ։ Դուք կհաղթահարեք այս իրավիճակը, առանց կորցնելու ձեր ներքին խաղաղությունը։ Եթե անհանգստանում եք ավելի ուշ տեղի ունենալիք ինչ-որ բանի համար, ես հայտարարում եմ, որ այն կկարգավորվի։ Անհանգստանալն ավելորդ է, քանի որ Աստված արդեն իսկ այնտեղ է, ապագայում, պատրաստելով ճանապարհը։ Գիտեմ, որ միշտ չէ, որ հեշտ է կանգ առնել օրվա կեսին, Աստծուն փնտրելու համար։ Շտապողականությունը տեղ չի թողնում։ Պահանջները չեն դադարում։ Աշխարհը չի հարգում ձեր կանգ առնելու անհրաժեշտությունը։ Բայց դուք դա արեցիք այսօր։ Դուք որոշեցիք կանգ առնել։ Եվ այդ ընտրությունը տարբերություն ստեղծեց ոչ միայն ձեզ համար, այլ բոլոր նրանց համար, ովքեր առաջիկա ժամերին կշփվեն ձեզ հետ։ Որովհետև դուք այս պահից դուրս եք գալիս տարբերվող, քան այն, ինչ մտել եք։ Ավելի թեթ։ Ավելի լի հավատքով։ Ավելի կապված Աստծո հետ։ Եվ ձեր շրջապատի մարդիկ կզգան դա։ Եթե այս աղոթքը օրհնել է ձեզ, ես խրախուսում եմ ձեզ սովորություն դարձնել Աստծուն փնտրել ոչ միայն առավոտյան, ոչ միայն գիշերը, այլ օրվա կեսին, մի քանի րոպե ընդմիջումը խոսքը լսելու, աղոթելու, Աստծո ներկայությամբ շնչելու համար։ Կարող է ամբողջությամբ վերափոխել ձեր օրվա երկրորդ կեսը, եւ մենք այստեղ ենք, ձեզ օգնելու այս ճանապարհորդության մեջ, ամեն առավոտ, ամեն կեսօր, ամեն գիշեր այս ալիքում ձեզ սպասում է մի խոսք։ Ես կեզրափակեմ հաջորդ մի քանի ժամերի վերաբերյալ հայտարարությամբ։
Ես հրամայում եմ, որ կեսօրը ավելի լավը լինի, քան առավոտը։ Եթե առավոտը լավ էր, կեսօրն էլ ավելի լավը կլինի։ Եթե առավոտը դժվար էր, կեսօրը թեթացում կբերի։ Աստված ամեն ինչ փոխում է քո օգտին։ Ես հրամայում եմ, որ դուք այս օրը կավարտեք երախտագիտությամբ ձեր սրտում։ Ոչ թե որովհետ ամեն ինչ կատարյալ էր, այլ որովհետ ամեն ինչում դուք տեսաք Աստծո ձեռքը։ Մեծ փոքր բաներում, ազատագրումներում, բարենամթերքում, պաշտպանության առաջնորդության մեջ։ Ես հայտարարում եմ, որ հոգնածությունը չի հաղթի ձեզ։ Դուք ունեք ուժ, ավարտելու այն, ինչ պետք է արվի։ Դուք ունեք էներգիա, օրվա վերջը հասցնելու համար։ Տերը ձեր կյանքի ուժն է։ Ես հրամայում եմ, որ դուք այսօր դրական ազդեցություն կունենաք մեկի վրա։ Խրախուսանքի խոսք, բարության ժեստ, ժպիտ, որը կլուսավորի մեկ այլ սիրտ։ Դուք լույս եք այս մութ աշխարհի մեջտեղում։ Ես հրամայում եմ, որ առաջիկա ժամերին քեզ ոչ մի վնաս չի հասնի։ Աստծո պաշտպանությունը քեզ վրա է։ Տիրոջ հրեշտակները շրջապատում են քեզ։ Հիսուսի արյունը ծածկում է քեզ քո ամեն ինչը։ Հիմա բարձրացրու գլուխդ։ Ուղղիր ու սերդ։ Եվս մեկ անգամ խորը շունչ քաշիր։ Դու պատրաստ ես շարունակել։ Ոչ թե քո սեփական ուժով, այլ վերից եկող ուժով։ Ոչ թե բեռներ կրելով, որովհետև դրանք Տիրոջ վրա ես գցել։ Ոչ թե արջում սպասվողից վախենալով, որովհետև հովիվն է գնում քո արջից, բացելով ճանապարհը։ Թող Տերը օրհնի ձեզ առաջիկա ժամերին։ Թող Տերը առաջնորդի ձեզ ամեն քայլափոխի։ Թող Տերը շնորհի ձեզ հաճություն ամեն իրավիճակում։ Թող Տերը աջակցի ձեզ, երբ հոգնածությունը սպառնում է ձեզ տիրել։ Թող Տերը պաշտպանի ձեզ ամեն չարիքից։ Եվ այս օրվա վերջում թող դուք հետ նայեք հստակ տեսնեք Աստծո ձեռքը ամեն պահի։ Գնա խաղաղությամբ։ Գնա նորոգված։ Գնա վստահ։ Օրը դեռ չի ավարտվել, Աստված դեռ լավ բաներ ունի պահած քեզ համար։ Ամեն։ Երբ գիշերը իջնում է, դուք գնում եք հանգստանալու, մի մոռացեք շնորհակալություն հայտնել Աստծուն այս պահից մինչ այդ պահը կատարած ամեն ինչի համար։ Նա հավատարիմ է։ Նա հոգ է տանում ձեր մասին։ Նա երբեք չի ձախողվում։ Օրհնյալ կեսօր ունեցեք Հոր ձեռքերում։ Դեն նետեք ձեր բեռը։ Բեռը այստեղ նշանակում է ծանրություն, ծանրություն, անհանգստություն։ Ամեն ինչ, որ զբաղեցնում է ձեր միտքը, սպառում ձեր էներգիան։ Դուք պարտավոր չեք այն մենակ կրել։ Դուք պետք է դեն նետեք այն։ Եվ դեն նետելը ակտիվ շարժում է։ Դուք պետք է ընտրեք թողնել։ Քանի դեռ կարճած եք ձեր խնդիրներից, Աստված չի հեռացնի դրանք ձեզանից ուժով։ Նա ակնկալում է, որ դուք կամավոր հրաժարվեք դրանցից։ Տիրոջ մասին։ Ոչ թե այլ մարդկանց մասին, ովքեր կհիասթափեցնեն ձեզ։ Ոչ թե նյութերի մասին, որոնք կախվածություն կառաջացնեն ձեզ վրա։ Ոչ թե շեղող բաների մասին, որոնք միայն կհետաձգեն խնդիրը։ Տիրոջ մասին։ Նա միակն է, ով իսկապես կարող է տանել այն, ինչ դուք չեք կարող։ Եվ նա կպահպանի ձեզ։ Պահպանել նշանակում է պահել, ուղիղ պահել, կանխել անկումը։ Երբ դուք ձեր հոգսերը հանձնում եք Աստծուն, նա ձեզ կպահպանի։ Դուք չեք փշրվի։ Դուք չեք փլուզվի։ Դուք չեք հանձնվի։ Նա ձեզ պահում է։ Նա երբեք թույլ չի տա, որ արդարները տատանվեն։ Երբեք։ Երբեմն ոչ։ Շատ դեպքերում ոչ։ Երբեք։ Սա բացարձակ խոստում է։ Եթե դուք արդար եք ոչ թե որովհետ կատարյալ եք, այլ որովհետ արդարացվել եք Հիսուսի արյամբ, ապա չեք տատանվի։ Կարող եք տատանվել, բայց չեք ընկնի։ Կարող եք տատանվել, բայց չեք փշրվի։ Աստված թույլ չի տալիս դա։ Հիմա ես ուզում եմ ձեզ առաջնորդել հանձնվելու վարժության մեջ։ Ես կնշեմ մի քանի ոլորտներ, յուրաքանչյուրի համար ուզում եմ, որ դուք մտքում կամ բանավոր ասեք։ Ես սա նետում եմ քեզ վրա, Տեր։ Այսօր ձեր մտքին եկած դրամական անհանգստությունները, վճարվող հաշիվները, բավարար գումար չունենալու վախը, հիմա դրանք նետեք Տիրոջ վրա։ Հարաբերություններում լարվածություն, կոնֆլիկտ ձեզ վիրավորած մեկի հետ, հաղորդակցման դժվարություն, հուզական հեռավորություն, հիմա գցեք սա Տիրոջ վրա։ Աշխատանքային ճնշումները, անհնար թվացող առաջադրանքը, դժվար ղեկավարը, բարդ գործընկերը, սեղմ ժամկետը։
Դուք այս ամենը հիմա գցում եք Տիրոջ վրա։ Ձեր առողջության վերաբերյալ մտահոգությունները, լինի դա ձերը թե ձեր սիրելիներից մեկը, այն թեստը, որին սպասում եք, ձեզ անհանգստացնող ախտանիշը, ձեզ վախեցնող ախտորոշումը, հիմա թողեք այս ամենը Տիրոջ վրա։ Անհանգստություն ապագայի նկատմամբ, անորոշություն այն մասին, թե ինչ է լինելու, վախ անհայտից, վերահսկողության բացակայության զգացում։ Այս ամենը հիմա գցեք Տիրոջ վրա։ Անցյալի մեղքի զգացումը, թույլ տված սխալները, բաց թողած հնարավորությունները, վիրավորած մարդկանց։ Դուք այդ ամենը հիմա գցում եք Տիրոջ վրա։ Զգացմունքային հյուծվածություն, ուժասպառության զգացում, հանձնվելու ցանկություն, շարունակելու մոտիվացիայի բացակայություն։ Հիմա գցեք սա Տիրոջ վրա։ Խորը շունչ քաշեք։ Դուք հենց նոր հոգոր փոխանցում կատարեցիք։ Ձեր վրա եղած բեռներն այժմ Աստծո ձեռքերում են։ Սա չի նշանակում, որ խնդիրները կախարդականորեն անհետացել են։ Դա նշանակում է, որ դուք այլս դրանք մենակ չեք կրում։ Դա նշանակում է, որ ամենակարող Աստված ներգրավված է ձեր իրավիճակում։ Եվ երբ նա միջամտում է, ամեն ինչ փոխվում է։ Հիմա եկեք անդրադառնանք Սաղմոս 23-ին, այսօրվա կեսին բարի հովվի խնամքը ստանալու համար։ Տերն իմ հովիվն է, ես ոչինչ չեմ կարոտի։ Կեսօրին, երբ թվում է, թե ուժը պակասում է, հովիվը ներկա է։ Եվ երբ հովիվը ներկա է, ոչինչ չի պակասում։ Կարող է թվալ, թե համբերությունը պակասում է, բայց հովիվը հոգ է տանում։ Կարող է թվալ, թե իմաստությունը պակասում է, բայց հովիվը առաջնորդում է։ Կարող է թվալ, թե ուժը պակասում է, բայց հովիվը պահպանում է։ Նա ինձ պառկեցնում է կանաչ արոտավայրերում, տանում է ինձ հանդարտ ջրերի մոտ։ Սա այն պատկերն է, որը ես ուզում եմ, որ դուք ունենաք հենց հիմա։ Կանաչ արոտավայրեր։ Հանդարտ ջրեր։ Ոչ թե գրասենյակի քաոսը։ Ոչ թե երթեկության աղմուկը։ Ոչ թե անվերջ պահանջները։ Կանաչ արոտավայրեր։ Հանդարտ ջրեր։ Սա է այն, ինչ Աստված առաջարկում է ձեր հոգուն հիմա։ Նույնիսկ եթե ֆիզիկապես սթրեսային միջավայրում եք, հոգորապես կարող եք պառկած լինել կանաչ արոտավայրերում։ Աստծո խաղաղությունը ձեզ տեղափոխում է մեկ այլ վայր։ Նա թարմացնում է իմ հոգին։ Քո հոգին թարմացման կարիք ունի։ Այն տաք է օրվա խնդիրների հետ կապված այդքան շատ շփումներից։ Այն մաշված է այդքան շատ անհանգստություններից։ Բայց Աստված թարմացնում է։ Նա զովություն է բերում գերտաքացածին։ Նա թեթացում է բերում ծանրաբեռնվածին։ Հիմա ընդունիր Տիրոջ թարմությունը քո հոգնած հոգու համար։ Նա ինձ առաջնորդում է արդարության ճանապարհներով, իր անվան համար։ Դու դեռ օրվա երկրորդ կեսն ունես առջում։ Որոշումներ դեռ պետք է կայացվեն։ Ճանապարհներ դեռ պետք է ընտրվեն։ Բայց դու մենակ չես քայլի։ Հովիվը գնում է քո առջից, առաջնորդելով ամեն քայլափոխի։ Իր անվան համար նա քեզ առաջնորդում է ճիշտ ճանապարհներով։ Ոչ թե ձախողման, այլ արդարության ճանապարհներով։ Ոչ թե սխալի, այլ հաջողության ճանապարհներով։ Նույնիսկ եթե ես քայլեմ մահվան ստվերի հովտով, ես չարից չեմ վախենա, քանզի դու ինձ հետ ես։ Գուցե քո առավոտը հովիտ է եղել։ Գուցե դու քայլել ես ստվերների միջով։ Գուցե դու հոտոտել ես մահը, երազանքների, հույսերի, ծրագրերի մահը։ Բայց դու վախենալու կարիք չունես։ Ինչո՞վ։ Որովհետև Աստված քեզ հետ է։ Նրա ներկայությունը փոխում է ամեն ինչ։ Հոտը մնում է հովիտ, բայց դու դրանում միայնակ չես։